Թուրքիայի արդարադատության նախարարությունը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին նահանգներում բնակվող Ֆեթուլա Գյուլանին կալանավորելու հարցով։ Անկարան պնդում է, թե Էրդողանի երբեմնի դաշնակից այժմ մոլի քննադատ հոգևորականն է կազմակերպել հուլիսի 15-ի հեղափոխության փորձը եւ մի քանի անգամ արդեն պահանջել է նահանգներից արտահանձնել նրան։ Հարցն ավելի վաղ այս ամիս քննարկվել էր երկու երկրների նախագահների մակարդակով մեծ քսանյակի գագաթնաժողովում, թեև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը Անկարա կատարած այցի ժամանակ մանրազնին բացատրել էր, այս հարցում Օբաման օգնել չի կարող։ Մեր արդարադատության համակարգը տարբերվում է թուրքականից, ֆրանսիականից, գերմանականից, տարբեր է, բայց մերն է, ավելի քան 225 տարի մենք դրանով ենք առաջնորդվում։ Դու չես կարող գնալ ամերիկյան դատարան ու ասել այս մարդը վատն է ու վերջ։ Պետք է հիմնավորես, որ նա այս կամ այն հանցագործությունն է արել ներկայացնելով ապացույցներ։ Բայդենի այս բացատրությունները Թուրքիայի նախագահին կարծես թե չէին համոզել։ Համենայն դեպս Էրդողանը նույն ասուլիսում հայտարարել էր. Գյուլենը պետք է առնվազն ճաղերի ետևում լիներ։ Հանցագործների արտահանձնման մասին Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթղթի համաձայն Գյուլենի նմանները պետք է հիմա լինեին կալանավայրում, մինչդեռ նա շարունակում է ազատորեն ղեկավարել իր ահաբեկչական կազմակերպությունը։ Վաշինգտոնն առայժմ չի մեկնաբանել Գյուլենին կալանավորելու մասին Անկարայի դիմումը։ Փորձագետները սակայն փաստում են ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերություններում ակնհայտ լարվածություն կա։ Հենց երեկ Թուրքիայի վարչապետն ու ներքին գործերի նախարարը հրապարակավ քննադատել են ամերիկյան դեսպանատան հայտարարությունը քրդաբնակ շրջանների ղեկավարներին պաշտոն անկանելու վերաբերյալ։ Նահանգները չէ, որ մեզ պետք է ժողովրդավարության դասեր տա, հայտարարել է Բինալի Յիլդիրիմը ընդգծելով, աշխատանքից ազատվածները կապեր են ունեցել քրդական աշխատավորական կուսակցության հետ։ Նրանք տեղական բյուջեն վատնել են ահաբեկչական խմբավորմանը աջակցելու համար, ներգրավվել են ապօրինի գործարքներում, ինչը բացահայտվել է հետաքննությամբ։ Այս պայմաններում անընդունելի է, երբ ինչ-որ մեկը փորձում է դրսից մեզ ժողովրդավարության դասեր տալ կամ միջամտել մեր ներքին քաղաքականությանը։ Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպանատունը քննադատել էր քրդաբնակ 28 շրջանների ղեկավարներին մեկ օրում աշխատանքից ազատելու եւ նրանց փոխարեն իր մարդկանց նշանակելու Էրդողանի որոշումը, ինչը բողոքի լուրջ ալիք էր բարձրացրել, դառնալով ոստիկանության հետ բախումների պատճառ։ Հույս ունենք, որ պաշտոնան կարված քաղաքապետերի փոխարեն նշանակումները կլինեն ժամանակավոր եւ շուտով տեղում բնակվող քաղաքացիներին թույլ կտրվի ինքնուրույն ընտրել իրենց ղեկավարներին, հայտարարել էր Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Արևմտյան կառույցները շարունակում են պնդել գյուլենականների կամ քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարի պատրվակով Էրդողանն իրականում ամրապնդում է սեփական դիրքերը։ Պաշտոնան կարված քաղաքապետերի մեծ մասը ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից էր, որն այսօր մեծությամբ երրորդն է Թուրքիայի խորհրդարանում։